դարձրեք առողջ ծնունդը ձեր ընտանիքի մի մաս, մշակույթի մի մաս ու ոչինչ, որ երեխա մի անգամ գնաց ծնունդ, հարսանիք եւ մի հատ խախտում արեց։ Եթե դա ամրանում է որպես մշակութային արժեք ընտանեկան, ինքը հետո ավելի խոր ու երկար է մնում, այնպես որ դուք եղեք ձեր երեխաների օրինակը։ Երկրորդ խորհուրդը, որ ցանկալի է երեխաներին ներգրավել առողջ սննդի պատրաստման մեջ։ Իրենք էլ իրենց այդ փոքր թաթիկներով, ոչինչ որ թափելով, թող ամբողջ հատիկ ալյուրով բաներ սարքեն, բանջարեղենին ձեռ տան, բանջարեղենով նկարեն, թուղթ տվեք, թող բազուկով, գազարով սիրուն նկարներ նկարեն, թող իրանք իրանց ամբողջահատիկ պիցցաները սարքեն, ուտեն, պաստաներ սարքեն, այսինքն ձեռքերի ռեցեպտորներն էլ երբ որ մտնում է արդեն բացի բերանի լեզվի վրայի համի խոռոչի հետ, իրանք ավելի հեշտ են ընդունում նոր բաները եւ իհարկե շատ եմ տեսնում ծնողներ, որոնք գալիս են մանկապարտեզներում, երբ որ ինչ-որ բան ենք փոխում, ասում են իմ երեխան չի ուտելու, չէ, ասենց բաներ չտաք։ Հետո պարզվում է, որ երեխան շատ լավ էլ ուտում է, սիրում էր, ծնողները չգիտեին, այդ սահմանափակումները նայում ես, որ գայսը հիմնականում գայսը ընտանիքից, այնպես որ օրինակ, առողջ օրինակ եղեք ձեր ընտանիքի երեխաների համար։